Ադամյանը դեռ նման բան ասում Տիգրանաշենի։ Ինչ էր ասում։ Վերաբերյալ ձեռ էր առնում այն մարդկանց, ովքեր որ ասում են Տիգրանաշենը սպասեք, հանձնելու ենք, եւ փաստացի այնպես ստացվեց, որ հենց վարչապետը ինքը ասեց, որ Տիգրանաշենը այո անկլավ է եւ վերադարձվելու Ադրբեջանին։ Եթե դուք ինձ ցույց կտաք, որտեղ է վարչապետը ասել, որ Տիգրանաշենը վերադարձվելու է, ես ներողություն խնդրում ձեզ։ Ասաց Հայաստանի Հանրապետության տարածք։ Դա որ լսեցիք, ինչի չվազեցիք գտնել արծվաշենցիների եւ ասել վերջապես պատմական արդարությունը վերականգնվել է, հավաքեք ձեր իրերը, մենք գնում ենք մեր պատմական հայրենիք Արծվաշեն։ Բայց ինչ եմ շեղում։ Ներեցեք դուք Տիգրանաշենը ադրբեջանական է համարվելու, որպես անկլավ տրվելու ադրբեջանցիներին, նա ձեռ էր առնում։ Եվ հիմա փաստացի այդպես է ստացվում, որ սահմանազատման, սահմանագծման, այդ ծրագրով Տիգրանաշենը որպես անկլավ է ներկայացվելու եւ այդտեղ գալու են ապրեն ադրբեջանցիներ։ Դուք քանի տարվա լրագրող եք, նոր եմ տեսնում ձեզ, բայց նորից եմ ասում, չեք կարող ինձ ցույց տալ, որտեղ վարչապետը ասել, որ որևէ բան որևէ մեկին տրվելու է։ Ավելին ասեմ, եթե կարդաք Հայաստանության սահմանադրությունը, ոչ ազգային ժողովը, ոչ կառավարությունը, ոչ էլ ընդդիմության կողմից սիրված այդ երրորդ իշխանության, երրորդ ճուղդատական իշխանությունը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության որևէ հողակատոր կլինի 1 սանտիմետր, 1 քառակուսի կիլոմետր որևէ մեկին փոխանցելու։ Դա կարող ենք անել ես, դուք եւ ժողովուրդը։ Կարդացեք սահմանադրությունը, այնտեղ շատ բարձ գրված է տարածքային փոփոխությունը կարող է տեղանալ բացառապես սահմանադրությամբ։ Այդ թվում ես այսպես եմ հասկանում վարչապետի խոսքը ցավում եմ, որ դուք ոչ միայն չեք հասկացել, այլև սխալ եք մեկնաբանում, որտեղ որևէ տեղ չի ասվել, որ դա որևէ մեկին հանձնվելու է կամ վերադարձվելու։ Խոսք է գնում փաստացի մասին, այո, եւ հետո կառավարության նիստում կարծեմ դուք չկայք, բայց օրինակ Տիկին Ջեբեջյանին տեսել եմ, շատ մանրամասն նկարագրել, ասලා ժողովուրդ ջան, տարբեր սցենարներ կարող են լինել։ Այո, սցենար 1, որ պայմանական սահմանազատումն արվում է եւ օրինակ առաջարկ է լինում երկու կողմերի ասում որ եկեք ոնց կա, այդպես մնա, բայց անգամ այդ դեպքում այդ հարցի որոշողը ոչ թե վարչապետն է լինելու, ոչ թե Ալիևն է լինելու, ոչ թե դատական իշխանությունը կամ օրենսդիրն է լինելու կամ սահմանադրական դատարանը Հայաստանի, այլ լինելու դուք։ Այսինքն եթե գա հասնի այն կետին, որ դուք ուզենաք, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի Հանրապետությանը, բայց Արծվաշենը չմնա Հայաստանի Հանրապետության, դա տարբերակներից մեկն է, որը կառավարության նիստում չշտապեց վարչապետը պարոն Գաբրելյան, որովհետև ըստ էության տեսեք, մի ժամանակ ասում է սահմանազատում, սահմանագծում կլինի, կտեսնենք եւ այլն, բայց երբ որ ինքը առաջին դեմքը արդեն իր բերանով արդեն հայտարարում է, ասում է դա Հայաստանի Հանրապետության տարածք չի, այլ ինչ կա սահմանագծելու, սահմանազատելու, ինքը երկրի ներկայացուցիչն է, ու ինքը արդեն որոշել է, որ դա մեր տարածքը չի։ Նորից ձեզ տամ։ Իսկ ինչի՞ չեք ասում, որ վարչապետն ասաց, որ Արցվաշենը Հայաստանի Հանրապետությունն է, որը անկախացումից ի վեր, այսինքն մենք Հայաստանի Հանրապետությունը անկախացել է եւ երբևէ մեր տարածքում չի եղել։ 1991 թվականից սկսած մինչ այսօրը Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանությունների ժամանակ, այդ թվում մեր իշխանության ժամանակ, այդ թվում մեր իշխանության այն ժամանակահատվածում, որ օրինակ այսօրվա անդիմադիր շարքերից ոմանք կառավարության կազմում էին, ես դեռ նույնիսկ չկայի քաղաքականության մեջ, իրենք կային, երբևէ չի եղել, որ բարձրաձայնեն, որ օրինակ ինչի չենք մենք օկուպացված տարածքները վերադարձնում։ Ասում եմ, անկախացումից հետո 1991 թվականից մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը միշտ ունեցել է օկուպացված տարածքներ։ Հիմա հարցը հետևյալն է, ուզում ենք այդ հարցը լուծել, թե չենք ուզում լուծել։ Այս էլ է ընտրությունը, ինձ թվում է հայ ժողովուրդը հունիսի 7-ին կատարած իր ընտրությամբ տվել է այդ մանդատ, ասել այո լուծեք եւ լուծեք խաղաղ ճանապարհով։ Տիգրանաշենը տվեք, պարոն Գաբրելյան, դուք շատ լավ գիտեք, որ Տիգրանաշենը մեզ համար ռազմավարական տարածք է, Վայոց ձորի կապելու իման չեմ անում քառակուսի կիլոմետր։ Խնդրեմ մյուս անգամ թաղամասի տարածքը էական չի, բայց ինքը ճանապարհի առումով ռազմավարական նշանակություն ունի։ Այսինքն Արցվաշենի տարածքը բնականաբար մեծ է։ Իսկ ով ասաց, որ ինչ-որ բան է տրվում։ Դասից Հայաստանի Հանրապետություն հարցը տվեք կառավարությունում եւ ձեզ պատասխանը հնչացա ժողովուրդ ջան, պետքա լինի այդ գործընթացը։ Այո, այդ թվում Արցվաշենում, որը արդեն 3-4 տասնամյակ առնվազն այնտեղ հայեր երևի թե կետ մեկը չի ապրում, բնականաբար չէ, այնտեղ էլ մարդիկ են հիմնականավորված, ապրում են, ինչպես օրինակ ձեր նշած դա։ Եվ այո, կարող է այնպես լինի, որ սահմանազատման արդյունքում կա մի իրավիճակ, որ կողմերը հասկանան, թե խաղաղության տրամաբանությամբ են գնում, գուցե պետք չի ես քո տարածքում որևէ այսպես ասած առանձնացված վարչատարածքային միավորում, դու էլ իմ տարածքում։ Բայց սա միևնույնն է, նորից մեր սահմանադրությամբ որոշել ենք մենք բոլորս։ Այսինքն այնպես չի, որ դա կարող է ինչ-որ մեկ կլինի դա կառավարություն, ոնց եմ ասում, օրենսդիր թե դատական իշխանություն որոշի, որ ինչ-որ բան պետքա փոխանցվի կամ փոխանակվի։ Բարկուդարին եւ Ասկեպարին հայկական տարածքներ չեն, ես եմ ասել այդպեսի բան։
Դուք որ թվականին եք դպրոց գնացել։ Ինչ են ձեզ սովորացել, ինձ կասեք, ուզում հասկանալ։ Հրեայի նման հարցին հարցով մի պատասխանեք, խնդրում եմ։ Ես հարց եմ։ Ես հրեա գետ չեմ, եթե դուք հրեա գետ եք, դա էլ հարց է։ Ես ձեզ հարց եմ տալ ասում, ուզում հասկանալ, որտեղ ասում են, չէ՞, տենց չգիտեմ, տարիքը չի կարելի հարցնել կամ ուզում եմ հասկանալ, մենք մի հասակակ ուզում հասկանալ, ես եւ դուք նույն դպրոց են գնաց, եկեք բացենք մեր սովորած դասագրքերը, եթե ինձանից տարիքով ավելի մեծ եք, էլ ավելի լավ։ Դուք երկու լեզվով եք անցել, դուք Հայաստանի մասին, Ժողովուրդ ջան, ասենք դասագրքերով չի որոշվում, դասագրքերը արտացոլում են իրողություն վերջի վերջը սովորել են, չէ՞, դուք դպրոցում չեք սովորել Հայաստանի Հանրապետության մասին, որ սովորել եք։ Ինչ է այնտեղ գրված եղել Հայաստանի Հանրապետության 743 կիլոմետրը ոչ բոլոր գրքերում կա, ես հանրագիտարաններ գիտեմ, որտեղ 800 է գրած օրինական, տարբեր թվեր են գրած, նենց որ կապված է թե որն եք։ Ես ազգային ժողովի մի ելույթում բերեցի այդ դրա մասին, օրինակ կար մի հատ օրենք, որը ստորագրել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ կառավարության որոշումներ, մի էջում գրած էր 29800, հաջորդ էջում գրած էր 29743։ Մեր հիմա խոսակցությունը 29000, եթե հասկանա, որ այս մեր ամբողջ խոսակցությունը 29800-ի եւ 743-ի մեջ է, դա էլ հարց է։ Բայց իմ պատկերացմամբ մի մարդ, որը ստորագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետր է, առնվազն սիրուն չի, որ հետո հելուն հայտարարում է, որ մենք չպետք է սահմանափակվենք մեր տարածքներով։ Եվ դա ասում է մի մարդ, որը առնվազն այդ սահմաններից վերջին 20 տարում տասնյակ, եթե ոչ 100-ավոր կիլոմետր հեռավորության վրա ապահով եկել այստեղ ապրել է եւ հետ մեկ վայրկյան չի մտածել վերադառնալ իր հայրենիք, ապրել այնտեղ, բիզնես դնել այնտեղ, իր երեխաներին այդտեղի բարբարով, որոշակի բառեր սովորեցնել մշակույթը, ավանդույթը պահպանել։ Այս հասկանում եք երեսպաշտությունը, այսինքն մարդիկ այսօր էլի փորձում են որոշակի թեզեր առաջ քաշելով, այդ թվում գուցե ձեր միջոցով, չեմ ասում դիտավորյալ եք անում, հասկանալիորեն մի բան են դաշնետում, իմ անդիմությունը, եթե վաղ խոսի ճանճերից, բնականաբար կամ ճանճերի պաշտպանությունից դուք գալու եք հարցնեք դրանից։ Հիմա իրանք դա են խոսում, դա եք հարցնում, ես էլ ասում եմ, ժողովուրդ ջան, նոր բան չկա այստեղ։ Ի՞նչն է նոր բան։ Եթե ինչ-որ մեկ ասեք ինչն է նոր բան, կասեմ ինչն է նոր բան։ Բայց Արցախում ապրում էին, բիզնեսներ դրել էին, բայց ով է դրել։ Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ Չի ապրել։ 1998 թվականից հետո որ եկել է Հայաստան նախագահ դարձել, երբ որ նախագահի պաշտոնը թողել է, Ռոբերտ Քոչարյանը Արցախում ապրել է։ Մենակ հարցը Ռոբերտ Քոչարյանին ապրել Դուք ասեցիք, ես չասեցի։ Դուք ասեցիք Ռոբերտ Քոչարյանն ապրել է այնտեղ, կարող է ապրել է, չգիտեմ։ Ես ամենայն դեպս իր նկարներից այլ տեղ եմ տեսել, որ ինքը ապրում է, այլ տեղ է հանգստանում։ Եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կարող է ես սխալ եմ, չգիտեմ, թող ինքը ասի, այո, ես ապրել եմ։ Ես առնվազն որ գումարային հաշվով վերցրածնում եմ, մոտ 1 տարի ապրել եմ այնտեղ եւ տեսել եմ օրինակ թե իրենց տունը միշտ դատարկ է եղել։ Այդ թվում COVID-ի ժամանակ շատ արցախցիներ դժգոհում էին, ասում էին, որ տունը փակ է կամ երբ որ արդեն այդ պատերազմական հետ պատերազմական վիճակից հետո չեմ կարող վստահ պնդել խոսակցություններ։ Ասում էին, որ դատարկ է եւ չի բացում է դռները, որ գոնե իր հայրենակիցները այնտեղ ապրեն։ Բայց նույնիսկ եմ ասում, կարող է եւ սխալ եմ։ Իսկ կոռուպցիայի դեպքերի հետ կապված ինչ կասեք ձեր իշխանության ժամանակ, որովհետև ազգային ժողովի ամբիոնից այսպես ցցուն օրինակներ մատնանշեցին, ձեր անունն էլ այնտեղ արանքում հնչեցրեցին։ Ինչ կասեք այդ դեպքերից։ Մեր պետական պարտքի շրջանակում էր, չէ, շահդություն վերաբերեցին, այսպես ասած։ Հա, բայց ոնց որ խոսեք հիմա կոռուպցիայից ու ասեք ձեր անունն էլ, պարոն Մեսրոպ Մանուկյան խոսում է պետական պարտքից եւ ասում է պետական պարտքի մասին, չէ, դեմ չեմ, կարող է դրանից է խոսում։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, ժողովուրդ, եկեք էլի փորձարկում անենք կամ ուսումնասիրենք։ Կարող եք ասել վերջին 8 տարվա ընթացքում ամենաշատ, եթե տրամաբանությամբ գնանք, իրանց ասածը որ կալանքը պատիժ չէ կամ այսպես է դիտարկում, ովքեր են որ պաշտոնյաներն են ամենաշատ անցկացրել օրինակ անազատության մեջ ում նկատմամբ կան օրինակ մեղադրական դատավճիռներ ուսումնասիրեք եւ կարծում ձեր հարցի պատասխանը կլինի դրանք ցավոք սրտի իմ համար ցավոք սրտի այնպես չի որ այս մյուս դեպքերը համարում են ոչ արդարացի կամ արդարացի բայց ցավոք սրտի նախկին իշխանության ներկայացուցիչներ չեն մենք ունեցել ենք փոխնախարար որը երևի թե ինչքանով որ ես հիշում եմ ամենաշատ անազատության մեջ մնացած մարդն է եղել ունեցել ենք բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եթե դուք ուզում եք ինձանից լսել որ ես կասեմ հիմա կոռուպցիա չկա ես այդպեսի բան չեմ ասի որովհետև ես կարդում եմ այդ թվում ձեր կողմից հրապարակված ասենք չգիտեմ հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունները քննչական կոմիտեի հայտարարությունները չգիտեմ բոլորին վերջերս հետաքրքիր օպերացիա էին արել դրոնով թռնում եւ նկարում էին հաղորդական իրավունքի գումարի դեպքում իհարկե կան ժողովրդանով ասում չկա Սերան Օհանյանի Վահագնի թաղամասի տունն էիք 8 տարի մատնանշում պարզվեց նա պարզվում է ԱԱԾ տնօրենն էլ ձեր տղյակ ունի Վահագնի թաղամասում ես ոնց հասկանամ Ես չեմ
ասել ունի թե չէ։ Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը Մեսրոպ Մանուկյանը շատ բաներ ասել, հետո բազվել է այդպես չի գուցե։ Ես չեմ կարող ասել, թող արձագանքեն։ Վիդեոներ եւ տեսագրություն եւ նկարներով հրապարակվի այդ ամեն ինչը կհավատա։ Անցան վկայական, թող հրապարակի տեսնեմ։ Կհավատա այդ ժամանակ։ Ինչին հավատամ, եթե դուք ցույց կտաք կադաստրով գրանցված որ ԱԱԾ տնօրենը ունի, դա առնվազն դուք ես եւ դուք կտեսնենք հայտարարագրում հեսա։ Ժողովուրդ, եթե այնտեղ ապրում, հիմա հայտարարագիր լրացնելու ժամկետն լավ է, եկեք բացենք 25 թվականի հայտարարագիրը, տեսնենք այդ մարդը ինչ ունի։ Այսինքն ինքը ինչ ունի, պետք չի Մեսրոպ Մանուկյանի լսել, պետք է բացել մեր կողմից այդ թվում կատարելագործված այդ կոռուպցիայի կանխարգելման համակարգը, բացել տեսնել այդ մարդը ինչ ունի։ Պարտադիր չի Մեսրոպ, գրում եք։ Եթե բարձվի ճիշտ է, նորմալ է, թե նորմալ չի։ Ինչ են։ Գնահատական տվեք հետ։ Ինչը բարձվի ճիշտ է։ Որ Վահագնի թաղամասում դղյակում ապրում ԱԱԾ մեր նոր տնօրենը։ Ինչ պայմաններում է, ես չգիտեմ։ Կարող է հիպոթեկով ավերծած 40 տարում կամ 30 տարում պետքա փակի։ Դուք հիմա որովհետեւ ապրում եք։ Սեյրան Օհանյանը վարձով էր ապրում։ Հարգելիս, չկա ապօրինի ծագում ունեցող գույքով անցնող գետ 1 պաշտոնյա, որի գույքը դրել են քալանքի տակ եւ որը դեռ իր սեփականությունը չի կարող Սեյրան Օհանյանը բերի ցույց տա, որ օրինակ պայմանական ՎՏԲ բանկով այս տունը գնաց հեսա տեսակ հələ մինչև 2050 թվականը պետքա փակեն եւ դատախազությունը գնացի սա ապօրինի է։ Ապօրինին այն դեպքում է, երբ որ հակառակը գնում են ասում են դու ստացել ես 400,000 դրամ աշխատավարձ, չունես հիպոթեք, չունես որևէ կողմնակի այլ եկամուտ եւ չէիր կարող ունենալ, որտեղից քեզ է սեփականությունը, այ երբ որ մարդը չի կարողանում հիմնավորի, այդ ժամանակ գույքը դատախազությունը հայցով փորձում ավերցան, այսինքն չկա տես դեպք։ Երբ որ դուք խոսում եք, չգիտեմ, մեր չէ, ասեմ, այս էլ է շատ կարևոր է, երբ որ մեր հանրությունը լսում, օրինակ պայմանական 5 տարի հետո կլինի, մի տարի հետո կլինի, ցանկացած, չգիտեմ, 10 տարի հետո կլինի, ցանկացած այլ իշխանություն որ եկավ, այդքան որ ձեր կողմից շատ թմկահարվող կամ ընդդիմության կողմից մեր առաջին նստաշրջանի ժամանակ պարոն Կոնջոյանի տնից խոսք գնաց եւ այլն։ Ով էլ որ գա, այդ տունը չի կարող համարվել ապօրինի ծագում ունեցողի, որտեղ այդ տան տերը դեռ ինքը չի լինելու։ Այդ տան տերը լինելու է փաստացի այն բանկը, որը տվել է իր փոխարեն, ասենք 5 տարի առաջ գումար եւ ինքը պետքա փակի։ Իսկ այս պահին անցնող, երբ որ թվարկվում է պայմանական Ռոբերտ Քոչարյանի ապօրինի ծագում ունեցող գույքի այդ մեծ թիվը կամ մյուս անձանց դեպքում, իրանց դեպքում հենց այդ է որ տակը չկա այդ հիմնավորում, որտեղից է գումարը։